Սահմանադրության խախտում մենք կարող ենք արձանագրել, որ հոգևոր դասի նկատմամբ այս ոտնձգությունները եւ խղճի եւ կրոնի ազատության դեմ հավատքի ազատության դեմ ոտնձգություն կարող ենք այս ամենը համարել, որովհետեւ պարզը չէ, որ այս ամենը ունի քաղաքական նպատակներ, եկեղեցու դեմ ոտնձգություն ունի քաղաքական նպատակներ եւ ցավալի է, նորից եմ կրկնում, որ այս ողջ ընթացքում եվրոպական կառույցները լուռ են։ Արդարադատության նախարար Սրբ Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտակյալներ չկան, վկայակոչելով միջազգային չափանիշներին։ Չնայած իշխանությունների պնդումներին, ՀՀ-ում բազմաթիվ անհատներ կալանավորվել են իրենց քաղաքական հայացքների պատճառով։ Միջազգային կառույցները քաղբանտակյալների վերաբերյալ ինչ գնահատականներ են տալիս։ Պարզ է, որ վարչախմբի մասնակիցը նախարարը, որի օրորի քրեակատարողականում մենք տեսնում ենք իր դեպքեր են կատարվում արդեն 22 մահ է արձանագրվել, չի նշի այն փաստը, չի հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որովհետև նշելու դեպքում պարզ է, որ պետք է խոստովանեն, որ իրենց վարչախումբը ապօրինություններ է իրականացնում երկրում։ Մենք օրորի տեսնում ենք, թե ինչ է կատարվում բոլոր ոլորտներում, այսինքն սկսած սրբազանների կալանքից, սկսած Սամվել Կարապետյանի, սկսած քաղաքական գործիչների, լրագրողների, փաստաբանների, օրորի մենք տեսնում ենք, որ գնալով Հայաստանը մեծ քայլերով գնում է դեպի բռնապետություն եւ քաղբանտարկյալների թիվը շատանում է։ Միանշանակ կարող եմ փաստել, որ հարյուրավորների նկատմամբ ապօրինի շինծ ու քրեական վարույթներ են նախաձեռնվել, տասնյակներով գտնվում են կալանավայրերում, մենք տեսնում ենք միայն Բագրատ Սրբազանի գործով, այսինքն 18 արդարների գործով, սկզբում 18-ն էին կալանքի տակ, հետո բարեբախտաբար փաստաբանական խմբին, որոշակի ցավոք առողջական խնդիրների հիմնականում դեպքում հաջողվեց շատերի կալանքը փոխել տնային կալանքների վարչական ըսկողության, բայց մենք տեսել ենք, որ միայն այդ գործով 18 անց ապօրինի կալանավորվել, ինչի մասին է խոսքը։ Մենք տեսել ենք, որ գրառման համար փաստաբան է կալանավորվել ու, չգիտեմ, մասկի շովով ձերբակալվել։ Այս ամենը պարզ է, որ իրենք չեն տեսնի։ Իրենք տեսնելը նշանակում է խոստովանել, խոստովանելը նշանակում է ընդունել, որ դու մասնակից ես այս ողջ ապօրինի գործընթացին։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ցավոք սրտի մենք վերջին տարիներին համոզվեցինք, որ միջազգային կառույցները ոչ թե իրականում մարդու իրավունքներով էին հետարկրված վերջի ողջ տարիների ընթացքում Հայաստանի պատմության, այլ սեփական քաղաքական շահերով էին հետարկրված եւ տվյալ դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենք աչքերը փակում Հայաստանում կատարվող ապօրինությունների նկատմամբ, վառ օրինակ, ասենք հունիսի 12-ին, երբ որ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառվեցին, որոնք նախատեսված էին ահաբեկիչների դեմ պայքարի համար, այսինքն կանանց եւ երեխաների ներկայությամբ նրանց նկատմամբ այդ հատուկ միջոցները կիրառվեցին, միջազգային կառույցները, միջազգային հանրությունը լռեց։ Բայց մենք տեսնում ենք, որ Վրաստանում հակառակ գործընթացի պարագայում, երբ որ ընդդիմադիր գործիչներն են որոշակի ինչ-որ, չգիտեմ, առարկաներ կիրառում կամ ինչ-որ գործողություններ անում, այնտեղ դատապարտում են իշխանություններին, իսկ այստեղ չդատապարտվեց իշխանությունը, որովհետև պարզ է, որ իրենց ձեռնտու է ներկայիս վարչախմբի քաղաքականությունը, բայց արդյունքում տուժում է Հայաստանի քաղաքացին, արդյունքում տուժում է Հայաստանի ժողովրդավարությունը։ Ինչով է պայմանավորված միջազգային գործընկերների նման մոտեցումը։ Տեսեք, նաև նման մոտեցումը հենց իրենց քաղաքականության տեսանկյունից ելնելով, որ արևմտյան շահերի տեսանկյունից ելնելով, մենք տեսել ենք, որ այստեղից իրապահ մարմինների Հայաստանի վարչախմբի կողմից մատուցում, թե իբր այս ընդդիմադիր հայացքներով անձանց հետևում, ովքեր որ այս պահին կալանավայրում են, սկսած սրբազաններից, կանգնած է իբր Ռուսաստանը։ Եվ այդ մատուցմամբ երբեմն իրենց ցանկալի արդյունքին են հասնում, չնայած ես գործնականում չեմ հավատում, որ արևմտյան կառույցները այստեղ բավականին լուրջ ներկայացություն ունենալով տեղյակ չեն, թե ինչ ապօրինություններ է կատարվում Հայաստանում եւ իրենց պետք է ներկայացնել կամ իրենք մտածում են, որ այստեղ ռուսական հետ կա, չնայած երբեմն այդ մատուցումը
ներկայիս վարչախմբի կողմից ինչ որ արդյունք տալիս է, որ մատուցում են ներկայացնում են, որ գիտեք ինչ, ստեղ հակաարևմտյան ուժերի ենք մենք ձերբակալել, ռուսական ազդեցության մարդկանց ենք ձերբակալել, կալանավորել եւ դրա համար անուն արևմտյան արժեքների ենք մենք այս ամենը անում, չէ, ներկայիս վարչախումբը ամեն ինչ անում է իր իշխանությունը պահելու համար, ամեն հնարավոր եւ անհնար քայլի գնում է այս ապօրինությունների շղթայով, գնում է իր իշխանությունը պահելու համար, հաջորդի ընտրություններում վերարտադրվելու համար եւ ինչու՞ չէ նաեւ թուրք-ադրբեջանական շահը սպասարկելու համար, որովհետեւ մենք տեսանք, չէ, ինչ զարգացումներ տեղի ունեցան նույն եկեղեցու հետ կապված Փաշազադեի հայտարարություններ, վերջինիս խոսք, այնուհետև Հայաստանում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ այս ոտնձգությունների շղթան, այս, չգիտեմ, կարելի ասել աղանդավորական շարժումը, որ սկսվեց, եւ ցավալի է, որ միջազգային կառույցները այս ամենի պարագայում լուռ են։ Իսկ ինչ է արվում այդ խնդիրը բարձրաձայնելու միջազգային կառույցներում ապացուցելու համար, որ այո, Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Տեսեք, ես ինքս 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ եմ։ Մենք դեռևս 2 տարի առաջ այս օրերին 5 իրավապաշտպաններով երկրում ստեղծված իրավիճակի քաղբանտարկյալների քաղաքական հետապնդումների հետ կապված հանդիպումներ նախաձեռնեցինք մի շարք դեսպանությունների հետ բարձրաձայնելու, ներկայացնելու համար, թե ինչ խնդիրներ կան իրավապաշտպանական դաշտում Հայաստանում, ինչ քաղբանտարկյալների դեպքեր մենք ունենք եւ ինչպես են խախտվում շատ ընդդիմադիր հայացքներով անձանց իրավունքները։ Ցավոք հանդիպումներ եղան մի շարք դեսպանության աշխատակիցների հետ, Եվրոմիության գրասենյակի անդամների հետ, բայց կարելի ասել լուրջ արձագանք չեղավ։ Այդ հանդիպումներից ի վեր այս 2 տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ ահագնացող չափերի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումները։ Տասնյակներով, հարյուրավորներով կալանավորվել են, չգիտեմ, միայն Գյումրիի դեպքերով մենք տեսանք 40 անձի, այդ թվում նաև փաստաբանի կալանավորեցին, այն դեպքում, երբ որ այդ փաստաբանը բոլորս ենք տեսել այդ տեսանյութը, որ կանգնած ձեռքերը վերև բարձրացրած փորձում է այդտեղ իր գործողություններով այնպես անել, որ բախում չլինի կամ ոստիկանների ուշադրությունն է հրավիրում, որ մեկ այլ ոստիկանի կողմից ապօրինություն կատարելու հետ կապված, բայց այդ մարդը ձերբակալվեց, այդ մարդը կալանավորվեց ապօրինի կերպով 1 ամսից ավել մնաց կալանավայրում եւ այս ամենը Այն 2 տարի առաջ դեռևս մենք ներկայացնում ենք, որ Հայաստանում այսպիսի գործընթացներ են սկսվել եւ շարունակվելու դեպքում ավելի մեծ զարգացումներ կունեն։ Այսինքն տեսեք, մենք 5 իրավապաշտպաններով սա նախաձեռնել ենք։ Սկսած բազմաթիվ հարցազրույցներով, բազմաթիվ, չգիտեմ, զեկույցներով, այս ամենը արձանագրվում է։ Յուրաքանչյուր 5-շաբթի օրը Բագրատ Սրբազանի նիստի օրը ընդամենը տեսանկարահանելու դեպքում դատավարություն է, պարզ է ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում եւ այդ բոլոր խնդիրները հենց միայն այդ դատական նիստերի ժամանակ բարձրաձայնվում են։ Բայց ցավոք սրտի, ինչպես ասում են, ձայն բարբառու անապատի միջազգային կառույցները այս հարցում լուռ են, փաստաբանները, պաշտպանները, իրավապաշտպանները ամեն կերպ փորձում են այս խնդիրը բարձրաձայնել, բայց մենք տեսնում ենք, որ գործ ունենք մի իրականության հետ, որ կոպիտ ասած մենք մնացել ենք մեր խնդիրներով։ Եվ գիտեք, միշտ փորձ է արվել ժողովրդավարությունը արտահանել տարբեր երկրներ, չէ, ընդամենը պետք էր Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանել։ Պետք է հիմա ընդամենը ուշադրությունը զետեղել եւ ես վստահ եմ, որ այս ամենը, այս ապօրինությունները վերջի տարիների եվրոպական միջազգային կառույցներում, համապատասխան դեսպանատների աշխատակիցների մոտ արձանագրվում են։